Երկին բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր օգոստոսի 11-ն է։ Սա արդեն թեպով մեր երկրորդ հաղորդումն է, զարմանալի է, որ նախորդ հաղորդումը համեմատաբար քիչ դիտումներ է ունեցել, չնայած որ բավականին կարևոր հարցեր ենք քննարկում, դրա համար հորդորում եմ անպայման գտնել մեր այսօրվա առավոտյան հաղորդումը եւ դիտել, եթե չեք դիտել, դրա համար եմ նաև զգուշացնում, սիրելի հայրենակիցներ, որ կարևոր է բաժանորդագրումը զանգակի միջոցով։ Հավանաբար դուք ուղղակի չեք էլ տեսել մեր հաղորդումը։ Դրա համար շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ, միշտ էլ հիշեցնում եմ ձեզ, որ բաժանորդագրվելու զանգակն էլ դրեք։ Եթե բաժանորդագրվել եք եւ զանգակը չեք դրել, ապա կարող եք այն ավելացնել, ուղղակի ուշադիր եղեք, որ այնպես չստացվի, որ բաժանորդագրված լինելով հանկարծ սխալ կոճակ սեղմեք եւ հետո կրկին բաժանորդագրվելու կարիք առաջանա։ Այսօրվա այս հաղորդումը կարևոր է նրանով, որ ահա նոր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Լիտվայի վարչապետի հետ։ Հետաքրքիր հաղորդագրություն է, հատկապես այն ֆոնին, որ հրապարակ թերթը մի հրապարակում է արել, ճիշտ է, ես հրապարակի աղբյուրներին այդքան էլ չեմ վստահում, հրապարակի հրապարակումներին, չնայած որ ժամանակին շատ հարցազրույցներ են ինձ հետ ունեցել, բայց այս հրապարակումը տարբեր տելեգրամյան ալիքներով տարածվեց, ուկրաինական, ադրբեջանական, հայկական, դրա համար արժի քննարկել եւ կարծում եմ, որ նաեւ շատ հնարավոր է, որ իրոք Ռուսաստանը երկրորդ պատժամիջոցների ավելի դաժան փուլը սկսի ընդդեմ Հայաստանի եւ այդ ժամանակ ինչ է սպասում Հայաստանին եւ որն է լուծումը։ Այստեղ էլ մենք ունենք լուծում, եթե ինչպես հրապարակն է գրում քաղաքացիական պայմանագրում ուղղակի վախեցած են, թե ինչպիսի պատժամիջոցներ կլինեն եւ ինչ հետևանքներ դրանք կունենան, ապա ամեն ինչի մեջ միանշանակ լուծում կա։ Եվ ես կառաջարկեմ իմ լուծումները Վրաստանի օրինակից ելնելով։ Հետաքրքիր հարց ունենք քննարկելու Վիտկոֆի հայտարարություններից, ահա այստեղ էլ ադրբեջանական լրատվամիջոցներն են այդ հրապարակումը անում։ Կարևոր է, երբ որ մենք մի բան վերցնում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, կարողանանք վերլուծել, ճիշտը հասկանալ, հացը չորից տարբերել։ Իրենք իրենց ձևով են ամեն ինչ հրապարակում, իրենց քարոզչությունը առաջ տանելու համար, խնդիրներ ստեղծելու, իրենք էլ իրենց հիբրիդային պատերազմ են մղում, այդ թվում նաև Հայաստանի դեմ։ Հիմա միայն այնպես չէ, որ Ռուսաստանից է գալիս եւ մոռացանք ադրբեջանական վտանգը, Ադրբեջանն էլ միշտ քարոզչական հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, դրա համար երբ որ ինչ-որ նյութել վերցնում ենք ադրբեջանական հրապարակումներից, կարևոր է ճիշտ վերլուծենք եւ հասկանանք։ Օրինակ, համար Վիտկոֆի հայտարարության մասին տեղեկությունը հետաքրքիր է բավականին եւ նույնպես վերլուծելու կարիք ունի։ Կարևոր է անդրադառնալ նաեւ Հայաստանի խորհրդարանից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հայտարարությանը հապկի մասով, սա ի պատասխան Գալուզինի հայտարարությաններ, որ Գալուզին ասում էր հնարավոր է Հայաստանի քվեարկության իրավունքից զրկենք նոյեմբերին հապկի գագաթնաժողով է տեղի ունենալու եւ այդտեղ հնարավոր է այդպիսի որոշում կայացնել, շատ լավ պատասխան էր, դա եւս նույնպես կարևոր է քննարկել եւ կարևոր հարց է, որին որ պետք է անդրադառնալ, նաեւ այն, որ այսօր հերախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի միջև, Արարատ Միրզոյանի եւ Անդրեյ Սիբիգայի միջև։ Եթե ուշադրություն եք դարձրել, եզակի մարդկանց հետ է վերանշանակումից հետո Արարատ Միրզոյանը հերախոսազրույց ունեցել եւ շատ կարեւոր է, որ առաջիններից մեկը նա ունեցել է հերախոսազրույց կոնկրետ Ուկրաինայի արտգործնախարարի հետ։ Իրանից էլ կա կարճ հաղորդագրություն, որը որ նույնպես կարծում եմ կարևոր է, դրան եւս կարևոր է անդրադառնալ։ Սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի եւ Լիտվայի վարչապետի միջև հերախոսազրույց է տեղի ունեցել, քանի որ Լիտվայի վարչապետը նորանշանակ վարչապետ է, Փաշինյանը շնորհավորել է
Լիտվայի վարչապետին, Լիտվայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին, բայց այստեղ ամենակարևորը այն է, որ կողմերը քննարկել են ռազմավարական հարաբերությունները եւ կոնկրետ թե ինչպես կարելի է կյանքի կոչել եւ խորացնել այն ռազմավարական հարաբերությունները, որի մասին փաստաթուղթը ստորագրվել է եւ հիմա կոնկրետացնում են թե ինչպես կարելի է կյանքի կոչել այդ ռազմավարական հարաբերությունների կետերը, դրանից բացի քննարկել են Հայաստան-Եվրամիություն կապերը եւ կապերի ակտիվացումը։ Պարզ է, որ ամեն ինչ այդ հաղորդագրության մեջ չի ասվում։ Ես կարծում եմ, որ մեզ համար պետք է պարզ լինի, թե ինչ պայմաններում է տեղի ունենում այդ հեռախոսազրույցը, եւ այդ հեռախոսազրույցը տեղի ունենում այնպիսի մի պայմաններում, երբ որ օրինակի համար այսօր մեզ հայտնի դարձավ հրապարակումը այն մասին, որ հիմա ավելի դաժան փուլ է սկսվելու Ռուսաստանի կողմից հանդեպ Հայաստանի երկրորդ փուլ եւ Փաշինյանին Ռուսաստանի Դաշնությունը ժամանակ է տվել կողմնորոշվելու։ 1 ամիս ժամանակ է տվել կողմնորոշվելու Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Ինչպես նշում է հրապարակը, իբր ինքը հրապարակթերթը տեղեկացել է քաղաքացիական պայմանագրից այդ մասին եւ քաղաքացիական պայմանագրից սարսափած են թե ինչ կարող է տեղի ունենա եւ մեծ հաշվով շատ պատկերացումներ էլ չունեն ուղակի երթի հրապարակումով ինչ որ կծկտուր վախեր պատկերացումներ կա որ կարող է կես միլիոն խոփանչիների օրինակի համար հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնությունը Պուտինը կարող է որոշել որ Հայաստանի քաղաքացիներին որոնք որ խոփան են գնացել 500,000 մարդկանց հետ են ուղարկում Հայաստան գազի հետ կապված խնդիր կառաջացնեն, գազը կսահմանափակեն դեպի Հայաստան, դրանից բացի Հայաստան դեպի թռիչքները։ Ասեմ լուծումը որն է։ Եվ լուծումը ինչքան էլ բարդ թվա, լուծումը բավականին հասարակ է։ Ինչ եղավ Ռուսաստանի կողմից էմբարգոյի ենթարկված հայկական ապրանքների հետ։ Եվրամիությունը շտապ շատ կարևոր որոշում ընդունեց եւ հայկական բեռները սկսեց ընդունել դեպի Եվրամիություն։ Մի փոքր ավելի բարդ է պատկերացնել, որ արագ հայ խոփանչիները, ինչպես որ այդ թերթն է գրել, բայց իրականում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները ավելի կոռեկտ կլինի այսպես ասել, կբախվեն այդ խնդրի հետ եւ 500,000 հայ առանց աշխատանք կմնա այդ ընտանիքները նույնպես առանց եկամուտի, բայց լուծումը այստեղ շատ պարզ է Վրաստանի օրինակով։ Ճիշտ է Վրաստանը ունի առանց վիզաների Եվրոպա մեկնելու կարևոր պայմանավորվածություն եւ դա երկար տարիների լուրջ աշխատանք էր, բայց Վրաստանը նաեւ ունի չէ ազատ առևտուր Եվրոպայի հետ։ Հայաստանը չուներ այդ փաստաթուղթը եւ Եվրամիությունը շատ արագ գործեց։ Ես չեմ զարմանա եւ նույնիսկ համոզված եմ, որ Եվրամիությունը այդպիսի որոշում կկարողանա կայացնել նաև Հայաստանի մասով։ Արիք չասենք, թե սա ֆանտազիա է, քանի որ ընդհանրապես մի քանի ամիս առաջ մեզ թվում էր, որ ֆանտազիայի ժանրից է նաև, որ Եվրամիությունը կընդունի հայկական ապրանքներ։ Ուղղակի պետք է այդ ամենի հետ շատ գրաքետ աշխատել այս իրավիճակի հետ եւ ինչպես արդեն նշեցի, Լիտվայի վարչապետի հետ քննարկումները, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, այդ երկրները ինչպես նաև Ֆրանսիան կարծում եմ շատ կարևոր դերակատարություն կունենա կօգնեն միանշանակ Հայաստանին, որ այդպիսի որոշում կայացվի եւ շատ արագ էքսկլյուզիվ կարգի որոշում կայացնի Եվրամիությունը։ Ասեմ ավելին, Վրաստանի օրինակով Վրաստանից հիմա երիտասարդությունը հիմնականում գնում է արտահանգնա աշխատանքների եվրոպական երկրներ։ Ռուսաստանի երեսը նայող չկա մեր մոտ։ Դեպի Ռուսաստան արտահանգնա աշխատանքների մեկնող գրեթե գոյություն չունի։ Ոչ ոք չի մեկնում Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների։ Բոլորը արտագնա աշխատանքների մեկնողները գնում են դեպի Եվրոպա։ Սա փաստ է։ Եվ բոլորը միաբերան ասում են, որ Ռուսաստանից նորմալ հիմա իրենք փող չեն կարող բերել։ Դրա համար շատ ավելի նախընտրելի է գնալ Եվրոպա։ Այնպես որ այս հարցը եւս իր լուծումը ունի։ Գազի մասով։ Այսօր հայտարարություն եղավ խորհրդարանականների կողմից, որ հնարավոր է Ադրբեջանից գազ ստանանք։ Գազ ստանանք թրիփով անցնող գազատարի դիմաց։ Բայց դա շատ արագ չի լինի։
Եվ հիմա Ռուսաստանից էլ լսել են այդ հայտարարությունները, իրենք էլ են սկսում հայտարարություններ անել, թե դա անիրատեսական է եւ այլն եւ այդպես շարունակ, դա իրատեսական է։ Ադրբեջանից գազ ստանալը իրատեսական է, բայց կարճաժամկետ առումով դա ավելի դժվար է իրականացնել, քան այն ինչ քիչ առաջ ես ասում էի դեպի Եվրոպա, որպեսզի մեր հայ արտագն աշխատանքների մեկնողները գնան դեպի Եվրոպա։ Ճիշտ է, վիզաների ազատականացումը դեռ շատ երկար կա, որ վիզաների ազատականացում տեղի ունենա Հայաստանի հետ, տարիների հարց է։ Բայց շատ արագ ձևով Եվրամիությունը միանշանակ կարող է նման որոշում կայացնել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը այդ որոշումը կայացնելիս բոլորս հասկանում ենք, որ կոլապսի է ուզում ենթարկել Հայաստանի տնտեսությունը եւ դրանով հասնել Հայաստանում իշխանափոխության, Հայաստանի գուբերնիզացիայի ծրագրին։ Եվ հետեւաբար, եթե Եվրամիությունը նման որոշումներ չկայացնի, ապա Եվրամիությունը կպարտվի այս խաղի մեջ։ Բնականաբար մենք նույնպես կպարտվենք, բայց Եվրամիությունը ինքն էլ կպարտվի։ Իրենք շատ լավ դա հասկանում են եւ 500,000 արտագնա աշխատողների ընդունելը մեծ թիվ չէ։ Եվրամիության համար դա մեծ թիվ չէ։ Քանի որ կրկնեմ, Վրաստանի քաղաքացիները առանց որևիցե խնդրի գնում են եւ փող են աշխատում վաստակում, ավելի լավ փող են աշխատում Եվրամիության երկրներում եւ չեն գնում Ռուսաստանի Դաշնություն։ Այդ թռիչքների մասով եւս պետք է մտածել, թե ինչ կլինի, եթե թռիչքները դադարեցվեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, կարծում եմ այդտեղ էլ անպայման լուծումներ կլինեն։ Վրաստանը անցել է այս ճանապարհով։ Ինչու համար եմ ես սա խոսում։ Վրաստանը վաղուց անցել է այդ նույն ճանապարհով։ Հիմա ժամանակը հասավ, որ Հայաստանը պետք է անցնի այդ ցավոտ, այդ փշոտ ազատության ճանապարհով։ Եվ ազատությունը իր գինը ունի։ Այդ գինը միանշանակ պետք է մենք կարողանանք վճարել։ Ես չեմ ասում, թե մենք ավելի լարենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, չէ, բայց Ռուսաստանը միանշանակ կարող է գնալ եւ կգնա այդ քայլերին։ Եվ եթե իրոք սարսափել են քաղաքացիական պայմանագրում, այդ իրականությունից եւ ինչ որ քաղաքականություն են փոխում, ես ասեմ, որ ժողովուրդը միանշանակ չի ների քաղաքացիական պայմանագրին, եթե նման քայլ հանկարծ անի քաղաքացիական պայմանագիրը։ Չեմ կարծում, որ նման քայլերի կդիմեն, բայց ցավոք ոչինչ չի կարելի բացառել եւ մենք էլ այստեղից հորդորում ենք, որպիսի փորձեն ճիշտ է նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն հետքայլ հանկարծ չանեն։ Հետքայլ անելը դա սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի պետականության համար։ Եվ ես ուղղակի չեմ ցանկանում մտածել, թե հետքայլեր այն, որ երեք Եվրոպայի հետ կապերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց ընդդիմադիր գործիչը, ընդդիմության ներկայացուցիչը հենց այդ հետքայլի որոշման պայմաններում։ Հուսով ենք, որ դա այդպես չէ, եւ այդ հարցը նույնպես ինչ որ ձևով պետք է լուծել, դրա մասին ես առավոտյան խոսում էի, բայց դժվար ինչպիսի լուծում պետք է գտնեն այս պահի դրությամբ չեմ կարող պատկերացնել։ Հիմա խոսենք Ֆիտկոֆի հայտարարության մասին։ Ադրբեջանական մամուլը մեծ հաճույքով է սա հրապարակում, քանի որ այդտեղ մեծ գովասանք կա Ալիևի հասցեին, եւ մենք տեղեկանում ենք, որ Վիտկոֆը մարտին այցելել էր Բաքու 2025 թվականի մարտի մասին է խոսքը, կոնկրետ Միացյալ Նահանգները բանակցել էին Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, եւ ինչպես Վիտկոֆն է ասում, ի զարմանս իրենք հայտնաբերել են, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ խաղաղության, պատրաստ է գնալ զիջումների, չի ցանկանում շարունակել պատերազմը եւ լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Հետո Վիտկոֆը ասում է, որ իրենք եկան Հայաստան եւ նույն տրամադրությունները տեսան նաեւ Հայաստանում, Հայաստանի առաջնորդը նույնպես ցավոտ որոշումներ ընդունելու պատրաստ էր, նույնիսկ ոչ պոպուլյար, բայց նույն ժամանակ ինքը նշում է, որ դա միակ եւ ճիշտ լուծումն էր, որը որ ի օգուտ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ժողովրդի եւ այդտեղ ինքը խոսում է նաեւ TRIP ծրագրից, թե ինչպես Միացյալ Նահանգները երաշխավոր են դառնում TRIP ծրագրին եւ սկսում են իրագործել TRIP ծրագիրը, որը որ կապելու է նույնիսկ մերձավոր արևելքը
Եվ հետո Կասպից ծովով Հայաստանով, Կասպից ծովով գնալու է դեպի կենտրոնական Ասիա։ Կարծում եմ կարևոր տեղեկություններ սա, այս մասին մենք խոսում ենք իհարկե դեռ այն ժամանակ, երբ այդ հարցերը քննարկվում էին, բայց այդ ժամանակ կուլիսների հետևում էին այդ քննարկումները, հրապարակումները, այսինքն որևիցե փաստ չկար։ Հետո մենք արդեն ականատես եղանք Թուրքիայում ԱՄՆ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը, հետո մենք ականատես եղանք արդեն անկարծ շատ արագ, որ ստորագրվեց օգոստոսի 8-ին Երակոմ հռչակագիրը եւ ահա հասանք այն կետին, որը որ մենք այսօր ունենք։ Հիմա այդ հրապարակումով կրկին մեկ անգամ եւս փաստվում է, որ նման բանակցություններ իրոք Միացյալ Նահանգները վարել են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Կարևոր է մեկ բառով գոնե անդրադառնալ Հայաստանի ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հարցով Սարգիս Անդանյանի հարց պատասխանին հապկի մասով եւ նա հստակ պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչին Գալուզինին հապկի մասով, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա այստեղ։ Հայաստանը անցել է այդ մասը, որտեղ որ հետդարձի ճանապարհ չկա դեպի հապկ։ Այսինքն ասում են ինչ ուզում եք որոշեք։ Հապկը մեզ համար փակված էջ է։ Ուղղակի Հայաստան դերևս մնում է ֆորմալ ձևով հապկում, բայց ես կարծում եմ, որ այդ հարցը նույնպես իր լուծումն է պահանջում։ Պետք է որ Հայաստանը կարողանա քաղաքական որոշում կայացնել եւ դուրս գալ հապկից։ Եվ այդ որոշումների կայացման ժամանակը արդեն ասել է, եթե Ռուսաստանը սեղմում է մեզ եւ մեկ ամսվա մեջ պահանջում է կողմնորոշվել, ես կարծում եմ, որ մենք պետք է կողմնորոշվենք եւ դիմանանք, ինչպես ժամանակին դիմացավ Վրաստանը։ Հաջորդ կարևոր հարցը դա այն է, որ շատ հետաքրքիր եւ նույն ժամանակ կարևոր հերախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի միջեւ Արարատ Միրզոյանի եւ Անդրեյ Սիբիգայի միջեւ։ Նման հերախոսազրույցները հաճախ չեն, մենք հաճախ չենք տեսնում այդպիսի հերախոսազրույցներ եւ կարևոր է նշել, որ Լավրովի փոխարեն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի փոխարեն Արարատ Միրզոյանը զրուցել է իր ուկրաինացի գործընկերոջ հետ եւ ամենաառաջիններից մեկը դարձել է հենց Ուկրաինայի արտգործնախարարը, ում հետ Արարատ Միրզոյանը խոսել է այդ պաշտոնում արտգործնախարարի պաշտոնում կրկին վերանշանակվելուց հետո Սիբիգան շնորհավորել է Արարատ Միրզոյանին արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ հետո արդեն քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային հարցեր, տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Շատ լավ է, որ այսպիսի շփումներ կան Ուկրաինայի հետ եւ Ուկրաինայի հետ շփումները նույնպես ակտիվանում են, ճիշտ է։ Հիմա ռուսները կրկին կպայթեն, բայց Հայաստանը անկախ եւ ինքնիշխան որոշումներ կարող է կայացնել եւ հերախոսազրույց ունենալը դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ինչպես որ Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է ընդունել Ադրբեջանի արտգործնախարարին Ռուսաստանում, որը որ մի քանի օր առաջ էր ընդամենը Բայրամովը գտնվում Մոսկվայում։ Իրանի մասով ամենաթարմ եւ կարևոր հաղորդագրությունը դա կրկին Աբբաս Արաքչիի հայտարարությունն էր։ Մենք առավոտյան խոսում ենք այն մասին, որ հիմա իրանական կողմը շատ է ակտիվացել, բոլորին ամենուր հասկացնել է տալիս, թե ինքը իբր հաղթանակ է տարել այս պատերազմում, բայց իրականությունը լրիվ այլ է։ Հաղթանակ չի տարել Իրանը, դա միանշանակ է։ Հիմա ասում է Արաքչին, թե խնդրել է Միացյալ Նահանգները բանակցություններ ունենալ 20 օր անց այն բանից, երբ որ Թրամփը պահանջում էր Իրանի կապիտուլյացիան։ Այսինքն Իրանի արտգործնախարարը կրկին ուզում է հասկացնել, որ իրենք հաղթանակ են տարել, դրա համար Թրամփն է 20 օր անց արդեն խնդրել բանակցություններ Իրանի հետ։ Ահա այսպիսին է իրավիճակը նաև Մերձավոր Արևելքում, տեսնենք Միացյալ Նահանգների պատասխանը այս ամենին, բայց ես կարծում եմ, որ պատասխանը դեռևս կլինի տնտեսական, շատ արագ են պլանները փոխվում Միացյալ Նահանգներում եւ հրապարակումներին էլ կարելի է չվստահել։ Թրամփը այն անձնավորությունն է, ով որ կարծես հատուկ ինչ որ հայտարարություններով է հանդես գալիս, հատուկ հրապարակումներով,
հատուկ գրառումներ է նաև անում սոցիալական ցանցերում, բայց ինքը ունի իր քաղաքականությունը, իր գիծը, որը որ բավականին բարդ է հասկանալ։ Մեկ բան փաստ է, որ դերևս ոչինչ չի ավարտվել Իրանի շուրջ եւ հավանականությունը մեծ է, որ պատերազմը շարունակ։ Այ հարցը այն կշարունակվի հիմա, թե կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Ահա հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։